Տեղի շեֆը դուք եք։ Պարոն Կարապետյան, տեսեք, Սահմանադրական դատարանի մոտ իշխանության ներկայացուցիչները հիմնական այս պնդումն են անում, տեսեք, ասում են, եթե իսկապես ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեք, դուրս եկեք փողոց։ Եվ ընդդիմության մեջ էլ տեսակետ կա, որ եթե այս ահռելի ճնշումներն են եղել հատկապես ձեր ուժի նկատմամբ, ինչու հունիսի 8-ին ոտքի չկանգնեցին եւ ցույց չտվեցին, որ իրենք այո ընդվզելու են եւ պայքարել են իրենց ձայների համար։ Դա ամեն ինչ դեռ արժերում է, հիմա մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո որոշենք մեր հետագա քայլերը։ Բայց ինչ եք ակնկալում դատարանից, որը նշանակվել է ՔՊԻ կողմից։ Ակնկալում ենք երկրորդ փուլ։ Ընտրությունների, բայց պարոն Կարապետյան, քաղաքագետներն ասում են, որ այդ դեպքում իշխանության շանսերը ավելի է մեծանալու երկրորդ փուլ գնալու պարագայում։ Իշխանությունը ոչ ունեցել է շանս, ոչ էլ կունենա։ Իրենք ընտրախախտումներով ինչ-որ թվեր են նկարել, ինչը հիմա Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ապացուցում է։ Պարոն Կարապետյան, հերթական ձայնագրություն է հրապարակվել, որտեղ անձամբ ձեր անունը կա նշված, ձայնագրությունը։ Կարևորը ձեզ չձայնագրեն, իմ անունը խնդիր չի։ Ձեր մոտ հարց չեղա Չանում ինչու են ձեր անունը շրջանառում այդ ձայնագրությունների մեջ, որովհետև Գեղամ անունով մի տղա ասում է, որ գնամ, անձամբ ճանաչում է, ասում է, որ գնամ փողեր ա տալու, սա ինչպես Չամադանով գումարը բաժանելու, այդպես անշվում։ Դե գոնե իմանանք Գեղամնով է։ Ասում որ ձեր հետ շատ մոտիկ է, մի բան էլ ասում եք ինչի չի գալիս, ինչի ամաչում։ Դե ուրա, կտեք բերեք Գեղամին, ես չգիտեմ ում մասին։ Դուք լսում եք այդ ձայնը։ Իհարկե ոչ, ինչի սա պետք լսեմ։ Ինչու դատի չեք տալիս հակակոռուպցիոնին, որ ձեր Պարոն կուսակցությանը։ Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք։ Բայց արդեն հարյուրավոր այդպիսի ձայնագրություն, հարյուրավոր չի լավ, տասնյակ բազմաթիվ Ինձ թվում է դուք էլ եք հոգնել, մենք էլ ենք հոգնել, իրենց միակ շանսը ժողովրդին բժշկցրին այդ ձայնագրություններով, իրենց գործը արեցին։ Այսքանից հետո դուք եք բողոքարկում ընտրությունների արդյունքները։ Իհարկե։ Բա ոնց, միայն մենք իրավունք ունենք բողոքարկել։ Պարոն Կարապետյան, տեսեք, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում արդարադատության նախարարը, որը ԿՊ ներկայացուցիչն է Սահմանադրական դատարանում, ասեց աղաղակող համատարած խախտումներ են եղել։ Երբ որ ես հարցադրում հղեցի, իսկ այդ պարագայում ինչի՞ չեք բողոքարկում ընտրությունները, ասեց, որովհետև ընտրողն արդեն իր քվեով ապացուցեց, որ մենք արժանի ենք ընտրվել։ Մոտավոր էս տեքստով, էլի։ Դե կյանքն էլ ցույց կտա, իրենք արժանի են, թե չէ, մի քիչ համբեր ենք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը կարծես չի դադարում ձեր։ Ամեն օր մեր երկիրը տանելու են կործանման։ Դուք դա կտեսնեք ձեր աչքերով։ Դրանից հետո մեր ժողովուրդը իր խոսքը կասի։